Սատանան գալիս է կասկածով, արդյոք իրավ այդ հարցերով է գալիս, դու պետք է զգաս, դու պետք է Սուրբ Հոգով կանխազգաս ինչ է սպասվում քեզ ապագայում, եթե հանկարծ վերցնես այդ խայծը, սա շատ կարևոր է, ու շատ ծառայողներ, շատ Աստծո ձայնը լսող մարդիկ նույնպես կարող են Աստծո ձայնը շփոթել նրա ձայնի հետ, բոլոր առաջարկները Աստծուց չեն, գիտեք, երբ որ այս խոսակցություններ տեղի ունենում Եդեմի պարտեզում, դերեն բառապաշարը, որ մենք հիմա ունենք, այդ բառապաշարը չկար, ոչ պատերազմ բառ կար, երևի Ադամը Եվան չէին էլ հասկանա ինչի մասին կլներ խոսք, եթե ասեր հիվանդություն, դա ինչ է, այդ բառապաշարը այժմյան արդի բառապաշարը հետո սկսեց գրվել, հասկանում եք, գրվեց ինձ թվում է առաջի վատ բառը, որ տեղի ունեցավ, դա վայներ, օյներ, չգիտեմ, տենց ինչ որ մի ձայնարկություն էր, երբ որ տեղի ունեցավ, փլուզվեց, աստվածային ծրագիրը, այն լավ ծրագիրը փլուզվեց, սկսեց երկրորդը, ախ, էս ինչ եղավ, էս ինչ արեցինք, երբ որ արդեն Ադամն էլ կերավ, այդպես սկսվեց, համաձայն եք թե չէ, որ շատ անգամ մեր հետ էլ է այդպես տեղի ունենում, Սատանան չի փոխվել, սիրելիներ, նա նույնն է, գրված է Հովհաննես 10:10-ի մեջ, գողը գալիս է ինչ անելու, ինչ պիտի անի գողը, գողանա, սպանի, կորցնի, ամենասարսափելին հենց այդ կորուստն է, գողանում է քո խաղաղությունը, գողանում է քո հանդարտ վիճակը, մեկ էլ սկսում է բաներ անել, ու հետո արդեն կսպանի, բառից բուն իմաստով չէ միայն, իհարկե նա սպանում էլ է,